Որ մենք փորձում ենք համեմատություններ անել մեր եւ ընտրությունների Ամերիկայի, բավականին նենց դիպուկ զիգադիպություններ կան։ Սկսենք Ռաֆի Հովհաննիսյանից։ Նա նամակ գրեց նախագահին, որ կոչ արեց անցկացնել արդար, մաքուր, ազնիվ, թափանցիկ ընտրություններ եւ խորհրդարանական ընտրությունների շրջանի պես համոզված ասում է, թե այդպես լինի, ես միանշանակ հաղթելու եմ, այն ժամանակ նա արդեն ձևավորում էր ստվերային կաբինետ։ Հետարքիր է Հույդայի դիրքորոշումը, նրանք առաջին քաշում իրեն ծրագիրը, որոնք ներկայացրել էին խորհրդարանական ընտրություններում, ծրագրերը ես ծանոթացել եմ, բավականին լուրջ քննել եմ, շատ լավ ծրագիր է, ներդաշնակ, բոլոր կարևոր հրատապ խնդիրները, առաջնորդները նշված են եւ այլն, բայց դու գիտեք, երաժշտության մեջ կարելի է լավ սիմֆոնիա գրել կամ թատրոնում եւ վատ կատարել։ Բարգավաճ Հայաստանը կարող է մտնի վերադառնալ կոալիցիա, նա կարող է առանձին թեկնածուով հանդես գալ, նա կարող է աջակցել ինչ-որ մեկ թեկնածուին, այսինքն նա ցանկացած 3 տարբերակների հավանականությունը պահպանվում է։ Ու մնում է սպասենք, տեսնենք նրանց տարեկան ժողով ինչ որոշում կայացնի եւ ովքեր կգրանցվեն որպես նախագահի թեկնածու